Շնորհակալ եմ պարոն փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, ես էլի որոշել էի, քանի որ առիթն եղավ խոսել ատելության եւ խտրականության խոսքից, որովհետեւ ինչքան էլ պարոն Ռուբինյանն ասի, որ դա միամիտ է, ես մեկահույս ունեմ, որ անընդհատ դրա մասին խոսալուց մի օր առաջանալու է այդ երկխոսությունը, թեկուզ ոչ մեր մեջ, բայց գոնե հանրության շրջանում, իսկ երկխոսությունը միշտ որոշակի կոնսենսուսի եւ որոշակի այդ բանի ավելի մեղմացման է տանում, բայց նաև հնդածը սեղան ելույթներ ու սենց երևի թե խոսքս կձևակերպեմ օրինակները բերելով նաև ելույթներից, ով մենք եկել են մեղադրում են վարչապետին երեկվա խոսույթների մեջ ու ամենահետաքրքիրն ինչ է, որ երկու դրվագով են հիմնականում մեղադրում, առաջի դրվագը իբր կեղծ մատնության համար, երբ որ ասել է, որ լրատվամիջոցները գրում են, որ դուք 5-րդ շարասում եք, մյուս դրվագը, որ մեղադրում են, իբր որ ասել է դատվելու եք։ Բայց մյուս կողմից Տիկին Կյուրեղյանը նստած տեղից պարոն Ալեն Սիմոնյանին ասում է, որ դուք ավելի կարևոր եք, քան վարչապետը։ Միգուցե Տիկին Կյուրեղյան, բայց կարևորությունը պատասխանատվությունից է սկսում, իսկ երբ որ այս ամբիոնը ոչնչացնում եք, երբ որ այս ամբիոնը դարձնում եք անպատասխանատու քաղաքական հայտարարությունների ամբիոն, դրանով էլ չեք կարևորվում։ Ու հեսա կամած դրանք բան կան։ Հասկանում եք դուք մի մարդու եք մեղադրում, ով ասել է, որ եթե ըստ լրատվամիջոցների սենց դուք պետք է դատվեիք, ում այս ամբիոնից երևի օրը 1000 անգամ նմանատիպ տերմինոլոգիա հնչում է առնվազն։ Մյուս կողմից մեղադրում եք, ասում եք, մյուս ինչն էին մեղադրում, մեկը բանի մեջ կեղծ մեղադրանքի մեջ, իբր կեղծ ուսմունքի մեջ։ Դուք օգտագործում եք հայրենահանձնում տերմինը։ Ինչի մենք չենք սրան ընթացք տալի, ասում կեղծ մատնություն եւ այլն, հասկանում ենք քաղաքական խոսույթը, քաղաքական շահերը, բանան ու դրա տակ չկա իրավական որևիցե պնդում։ Եթե դրա տակ լիներ իրավական պնդում, կարծում եմ գլխավոր դատախազը ստիպված կլներ միայն ձեր ելույթների հիման վրա գործ հարուցեր։ Ուզում ենք, որ գլխավոր դատախազը մեր ելույթների վրա գործեր հարուցի, հարցնում ենք ինչի չի հարուցվել, դուք պատկերացնում եք ձեր ամեն ելույթը, երբ որ խոսքերը լրիվ իմաստազրկում եք, դրանց վրա ելույթներ կազմում էր։ Հայրենահանձնում բառից խոսեցինք, ընդհանրապես խոսքը արժեզրկելը հենց բերում է ատելության քարոզի, որտեղ այդ խոսքը հետո արդեն առանց պատասխանատվության օգտագործվում է։ Մյուս խոսքը, որ օգտագործում եք կապիտուլյացիա բառն է, ու այս վերջի աբսուրդը, որ տեղի ունեցավ, կրկնակի անգամ, սա երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթն է։ Ժողովուրդ, երկրորդ անգամ կապիտուլյացիա գնալու պարագայում դուք արանքում պիտի տոնեք ինքնիշխանության վերականգնում։ Կապիտուլյացիան ինքնիշխանության կորուստի մասն է խոսում։ Այսինքն մեր իշխանությունը ասես կարճ ժամանակահատվածում հասցրեց մի հատ կորցնի ինքնիշխանությունը, հետո չնկատեցինք ոնց վերականգնել ենք այդ ինքնիշխանությունը։ Հիմա նորից կորցնում ենք այդ ինքնիշխանությունը, անլրջացնում եք բառերը։ Եվ միշտ հաշվի առեք, էլի, ընդհանրապես այս արձագանքները իրականում երկխոսություն է։ Ու երբ որ ընկնենք կոնկրետ քեյսերով, հավի ձվի պատմությունն է դառնալ։ Դու ես ասեցիր, բա դու ես ասե։ Մի մոռացեք, իմ օրինակ երկխոսությունը ձեր հետ այս պահին այս ամբիոնից չի սկսվում։ Մեր երկխոսությունը սկսվել է դեռ Քարոզ Արշավից ու շարունակվում է անընդհատ, շարունակվում է հարցազրույցներում։ Մի տեսակ այն տպավորությունն է, որ մարդիկ, երբ որ սոցիալական ցանցերում գրում են ու աշկերի մեջ չեն նայում, իրենց թվում է, թե ասենք կարան սեռական հայոյանքներ եւ այլն տալ, այդ նույն ձևի դուք վերաբերում եք հարցազրույցներին։ Ասենք այն, որ դուք այդ պահին նստած չեք այդ մարդու դիմաց, մեկը երկխոսություն է դա։ Երբ որ հարցազրույցներում դուք օգտագործում եք վիրավորանքներ, երբ որ հարցազրույցներում դուք մեղադրում եք դավաճանության մեջ, բայց դրա իրավական հիմք, երբ որ ուզում եք չկա տակը, հայրենահանձնության մեջ, բայց դրա իրավական հիմքը չկա, էլ ինչ երեսով պիտի գաք մարդուց, որի հասկանում եք, այս մարդկանց նյարդերը կարող է մեր բոլորի ձերն էլ, մերն էլ, 100% լարվածության տակ է, ու ցանկացած բառ, ցանկացած վիրավորանք կարա հանգիստ առաջացնի հակադարձումը։ Վերջը գալու է մի օր, որ մենք մեր ասածները, մեր բառերը կարևորենք։ Ուզում ենք ամբիոնը կարևորենք, բայց միևնույն պահին Տիկին Թագուհի Թովմասյանը այս ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է փորձում տա դատախազին ու մի հատ նկարի վրա հիմնված եզրակացություններ անում, թե բա 10 հոգի էին ներկա։ Ախր Տիկին Թովմասյանը շատ մեծ փորձ ունի քաղաքական, եւ ես չեմ հավատում, որ Տիկին Թովմասյանը չգիտի, որ այցերը կարան ունենան պատվիրակություններ, որոնք բոլորը չի որ նկարների մեջ երևալու են։ Միգուցե սկզբից ճշտվեր, միգուցե ունենար հիմնավոր կասկածներ, հիմնավոր կասկածների դեպքում նոր օգտագործել այս ամբիոնը։
Ախր հետո ուզում եք կարևորեք այս ամենը, չի լինելու, չի կարևորվելու։ Մյուսը ուզում եմ խոսել բանից, թիրախավորումից, խտրականությունից եւ այլն, մեկ էլ այստեղից խոսում է Տիկին Գալստյանը ու թիրախավորում է կնոջը։ Հետո էլ ասում է ես իրավական ձևակերպումով եմ տվել ու ով չի հասկանում, որ դրանով մի գնդակով փորձում եք երկու նապաստակ խփեք, մի կողմից ձեռ առնեք օրենքը, մյուս կողմից վիրավորեք անձին։ Շատ կներեք, բայց տարբեր ձևակերպումներ ճիշտ կարան լինեն ամուսինների դեպքում։ Կարելի է ասել հետը բնակվողը հազար ձևակերպում կա, բայց կա նաև կիրթ ու գրական ձևակերպում, ու դուք պարտավոր եք խոսել կիրթ եւ գրական։ Մյուս հատվածով Արծվիկ Մինասյանը, իմիջիայլոց Արծվիկ Մինասյանը մի քիչ երկար կանդրադառնամ, որովհետև կարծում եմ խոսքի առումով խմբակցությունում բավականին մեծ կալիբր ունի։ Ուրեմն Արծվիկ Մինասյանը ինչ է ասում Արծվիկ Մինասյանը։ Արծվիկ Մինասյանը ուզում է, որ վարչապետի հանդեպ քրեական գործեր հարուցվի այս դրվագով, հելում քաղաքական ելույթ է ունենում, բայց քաղաքական ելույթի մեջ գիտակցելով մի քանի սուտ է ասում։ Մեզ հայտարարում է ամենահարուստը եւ հայտարարում է, որ ամենաշատ մեդիաները մենք ունենք։ Չէ, բայց Արծվիկ Մինասյանը գիտի, չէ, որ մեդիաներն են իրենց պատկանում։ Նաև Արծվիկ Մինասյանը մեր ունեցվածքը գիտի, չէ։ Ես հիմա օրինակ չգիտեմ, որ գնամ տուն, ոնց եմ տնեցին, ժողովրդին բան համոզելու, որ իրականում ես թաքցրած փողեր չունեմ, ժողովուրդ Արծվիկ Մինասյանը երևի չգիտեր, որ մենք ամենահարուստը չենք, էլի, տենց կձևակերպեմ, որ քաղաքական ճիշտ ձևակերպում լինի։ Եվ ամենակարևոր բանը, որ արեց պարոն Արծվիկ Մինասյանը, երբ որ ինձ հարցում են, այդ որ ասում ես victim blaming ինչ նկատի ունես, պարոն Արծվիկ Մինասյանը հնարավորություն տվեց բացատրելու։ Այո, զոհի, երբ որ մեղադրում են զոհին, victim blaming-ը դա երբ որ մեղադրում են զոհին։ Երբ որ քաղաքական ակտ իրականացնող մարդկանց գնդակահարման մեջ փորձում են մեղադրեն գնդակահարվողներին։ Երբ որ բռնության դեպքի պարագայում փորձում են մեղադրեն բռնության զոհին։ Այս է victim blaming-ը, երբ որ մարտի 1-ով փորձեցին մեղադրեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ վերջում էլ կարճ արցախցիների մասին։ Ես ամենաշատ երևի նեղվողներից մեկն էլ ես եմ արցախցիների հանդեպ խտրական վերաբերմունքից։ Բոլոր միջազգային կոմպետենտ կառույցները ընդունել են, որ դրական խտրականություն գոյություն չունի։ Եվ այն ինչ որ դուք անում եք արցախցիքի հետ, դա խտրականություն է, որը կարող առաջացնի իր հերթին նաև բացասական խտրականություն։ Երբ որ դուք արցախցիքին ինստիտուցիոնալացնում եք, երբ որ դուք արցախցիքին որպես առանձին խումբ եք դիտարկում, երբ որ դուք արցախցիքին համոզում եք չդառնալ քաղաքացիներ այստեղի, բայց միառժամանակ համոզում եք պահանջել վարչապետի հրաժարականը, դա նույնպես խտրականություն է եւ ձեր պատկերացածով դրական խտրականությունը իր հետևից բերում է նաև բացասական խտրականությունը։ Եվ խնդրում եմ այսուհետ ընդհանրապես իրադարձություններ եւ այլն քննարկելուց նույնիսկ դրական լույսի ներքո չառանձնացնել արցախցիներ, երևանցիներ եւ այլ տեղերի բնակիչներ տերմինը։ Եվ ես էլի հույս ունեմ, որ այս երկխոսությունը մեկ այս մի օր հասնելու եմ տեղ, որ այս երկխոսությունը նաև լրագրողները կմտնեն մի օր այս երկխոսության մեջ, որ լրագրողները կդադարեն օրինակ վիրավորական եւ ամենա տենց արտահայտիչ հարցազրույցի ժամանակ տողերը բերել որպես վերնագիր, որը լրագրողների միջազգային էթիկայի միջազգային ֆեդերացիայի ձևակերպմամբ լրատվության էթիկայի խախտումը։ Ես հույս ունեմ ու ես առանց հոգնել սրա մասին խոսելու եմ, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։